Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քրեական ոստիկանությունը իր գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում գրանցել է նեղ մասնագիտական ուղղություններով աշխատանքի դրական ցուցանիշներ, որոնք որ պիտի ամրապնդվեն, իսկ ծառայողների մասնագիտական որակները շարունակաբար պիտի զարգացվեն, ավելի ինտենսիվացնելով օպերատիվ կանխարգելիչ աշխատանքները որպես այդպիսին։ Միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված շուրջ 25 միլիարդ դրամի վնաս ենք նախնական հաշվարկել, կան նախաձեռնված վարույթներ եւ նաեւ վերականգնված միջոցներ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարում նորաստեղծ վարչության կողմից բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակներով խոշորամասշտաբ 4 հանցավոր խմբեր, ընդ որում նաև կարծում եմ հետևում եք նախարարության լրատվությանը, այս տարվա կտրվածքով եւս 2 խոշորամասշտաբ խումբ ենք բացահայտել, ինչը թույլ է տալիս հանցագործությունից տուժածների հետ կապված պրոցեսն ավելի կառավարելի դարձնել եւ գնալ հետեւողականորեն այս խմբերը բացահայտելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու ճանապարհով։ Գործարկել են կիբերմարտահրավեր հաղորդաշարը, ինչու, որովհետեւ մի կողմից մենք բացահայտում ենք, ավելի ուժեղացնում ենք մեր կարողությունները բացահայտման ուղղությամբ, մյուս կողմից ուզում ենք բերել մտածողության փոփոխություն, մեր քաղաքացիների մոտ ավելի անվտանգ կենսագործունեություն վարելու մշակույթ ամրապնդենք եւ մեզ հաջողվել է խորհրդատվության արդյունքում կանխարգելել ընդհանուր շուրջ 27 միլիոն դրամի հափշտակության փորձ մեր քաղաքացիներից։ Նշեմ, որ 2025 թվականի կտրվածքով ընդունվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը առաջին անգամ համադրելով հանրային անվտանգության եւ հանրային առողջապահության թեմաները եւ այս տեսանկյունից շարունակել է մեր ռազմավարական դիտակետում լինել ներմուծման եւ արտադրության շղթան, որպեսզի ռեսուրսը կարողանանք ճիշտ ուղղորդել, էներգիան ճիշտ տեղ հասցնել եւ ավելի ցանկալի արդյունքներ ունենալ։ 2025 թվականին իրավապահ համակարգի գործունեության արդյունքում իրավապահ ողջ համակարգի ջանքերով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ։ Զենքի ապօրինի շրջանառության հակազդման հրազենով կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով 2025 թվականին շարունակվել են թե բացատրական աշխատանքները, որպեսզի կամավոր եղանակով ունենանք զենքի հանձնում եւ թե նաեւ օպերատիվ աշխատանքի արդյունքում խուզարկությունները, ընդ որում 2025-ին շատ ավելի աճել են խուզարկությունների ճանապարհով առգրաված զենքերը, սա կարևոր է, որովհետև ուղիղ բնութագրում է հենց ոստիկանության աշխատանքը եւ ընդհանուր հաշվարկներով 2246 միավոր հրազեն ենք մենք առգրավել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 42.2%-ով ավելին է։ Գործընկերներ, ես ուզում եմ փաստել, որ մեզ համար անգամ աճը բավարար չէ, որովհետև մեր ունեցած օպերատիվ տեղեկատվությունը եւ այն նաեւ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետություն ներթափանցած զենքի մասով օպերատիվ տվյալը դեռևս համադրելի չէ այն առգրավված զենքերի թվին, որը որ մենք այս պայծրությամբ արձանագրում ենք, այստեղ պիտի միայն ու միայն հետևողականություն ցուցաբերենք եւ գնանք ապօրինի շրջանառությունից դուրս բերելու ճանապարհով։ Համայնքային ոստիկանությունը շուրջ 1 տարվա գործունեության արդյունքում շարունակել է փուլային սկզբունքով բեռնաթափվել ոչ ոստիկանական, այսինքն ոչ մաքուր ոստիկանական ֆունկցիոնալից եւ այստեղ քայլ առ քայլ իհարկե փոքր են քայլերը, որովհետեւ մենք տարիներ շարունակ այնքան ենք մեր համայնքային ոստիկաններին ծանրաբեռնել ոչ թե ոչ կարևոր, այլ ոչ ռելևանտ գործառույթներով, որ շատ դժվար է ստացվում այդ գործառույթները թոթափել եւ կենտրոնանալ միայն համայնքի հետ աշխատանքի վրա, բայց մենք ունենք այդ հանձնառությունը եւ տարբեր արդեն ոչ ռելևանտ գործառույթներ դուրս են գալիս համայնքային ոստիկանության գործունեության տիրույթից, այս տարի եւս այդպիսի արձանագրում կունենանք եւ կկարողանանք ավելի մեծ դաշտ բացել համայնքի հետ աշխատանքի համար։ Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման տեսանկյունից ներդրել ենք միջազգային ստանդարտներով խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ, օպտիմալացվել են ձերբակալվածներին պահելու վայրերը շուրջ 30%-ով եւ հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոցներ ենք մենք ձեռք բերել ձերբակալվածների ուղեկցումը արժանապատիվ եղանակով կազմակերպելու համար։ Անցած տարվա կտրվածքով քննադատություններ էին հնչում օբյեկտիվորեն ուղեկցումների process-ի հետ կապված դեռևս նախորդ տարիներից եկած ոչ պաչաճ թվի մասով, բայց նշեմ, որ 98%-ով բոլոր ուղեկցման հայտերը սպասարկվել են, ինչը էականորեն է բարելավել ցուցանիշը, մեզ մնացել է շատ փոքր թվով դեպքեր, որոնք մի դեպքում մեր ծանրաբեռնվածության, մյուս դեպքում դատական նիստերի նաև չկայացման հետևանքով պարզապես չեն իրականացվում։ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով ոստիկանություն հաղորդում ներկայացնելու էական աճ 23%-ով։ Մասնավորապես 2025 թվականին ընտանեկան եւ կենցաղային բռնության վերաբերյալ ստացել են 2775 հաղորդում, իսկ 2024-ին այդ թիվը կազմել է 2255։
Սա վկայում է թե մեր քաղաքացիների դիմելիության մասին եւ թե նաեւ ոստիկանության նկատմամբ վստահության աճի մասին։ Ուսումնական հաստատությունների տնօրինության եւ մանկավարժների հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2025 թվականին նույնականացվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 2024-ին այդ թիվը կազմել է 43։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել է նաեւ պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել համապատասխան մարմիններ։ Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից 2025 թվականին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացվել 9 միջնորդություն ի տարբերություն 2024-ի, որտեղ այդ թիվը եղել է 3-ը։ Կարևորելով անչափահասների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, արգելվել է ազգային ժողովի հետ սերտ գործընկերության արդյունքում 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, իսկ 16-ից մինչև 18 տարեկան անչափահասներին այդպիսի առարկաների, սարքերի կամ գործիքների կրումը։ Մեկնարկել է նաև մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումներ, նորից ազգային ժողովի հետ մեր ունեցած սերտ համագործակցության արդյունքում ընդունվել է ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրքը, որը նաև նոր վերտառություն ունի, բերելով իր հետ նոր փիլիսոփայություն, կոչվում է ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական կանոնագիրք, նաեւ ներդրվել է ոստիկանության էթիկայի հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ։ Ես նաեւ ուզում եմ նշել, որ մենք առաջին անգամ ներդրել ենք նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում աշխատանքի անցնելու նոր մեխանիզմ բարեվարկության ստուգում, որն իրականացում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով։ Ինչու ենք այս բարձր շեմը նախատեսել, որովհետեւ համակարգի ներքին անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանումն առաջին հերթին ինքը պիտի լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, բարեվարկության բարձր չափանիշներին համապատասխան եւ ուրախ եմ փաստելու, որ արդեն առաջին 2 դրական զեկույցները ստացել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից եւ միայն դրական զեկույցի պայմաններում է, որ նշանակումները տեղի ունենալու այս վարչության տրամաբանության մեջ։ Նշեցի, որ առաջին անգամ մշակվել եւ ներդրվել է ոստիկանության կողմից ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտը եւ ամբողջ ոստիկանական համակարգը 2025 թվականին վերապատրաստվել է ուժային միջոցների գործադրման այս նոր ստանդարտով։ Շարունակել ենք նաև կանանց ներգրավվածությանը խթանող տարաբնույթ միջոցառումները, նաև հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ սահմանվել է 250 տեղ, բնականաբար մեծ մասը նախատեսված է եղել նաև կին դիմորդների համար, այս պայծրությամբ արդեն քննական ստուգումների մնացյալ փուլերում ենք գտնվում եւ հերթական ընդունելությունը երկար սպասեցնել չի տա ըստ էության։ Ընդունելության յուրաքանչյուր շրջափուլից հետո մենք նաև վերանայում ենք մեր մոտեցումները, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի խոչընդոտներ կան եւ մեր քաղաքացիները ներկայացնում են տարբեր հարցեր, որ կա առավելագույն շեմ, կա հասակին եւ քաշին ներկայացվող առավելագույն պահանջներ, այս 3 կոմպոնենտներն էլ հարգելի ներկաներ դուրս են բերել այլևս ոստիկանության ընդունելության չափանիշներից։ Մենք կենտրոնանում ենք անձի որակական հատկանիշների վրա եւ անկախ հասակից, անկախ քաշից, անկախ տարիքից ցանկացած անձ կարող է դիմել եւ եթե կարողանա ոստիկանի արժեվ դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնել, այսինքն մենք նմանատիպ ախտորոշում ունենանք անձի մասով տարբեր ստուգումների արդյունքում, ապա միանշանակ անձը կանցնի աշխատանքի ոստիկանական համակարգ։ Ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով շրջանառության մեջ է գտնվում եւ հուսամ արդեն առաջիկա օրերի կտրվածքով մենք ազգային ժողով կներկայացնենք նոր նախաձեռնություն, որը վերաբերում է ոստիկաններին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի կամ արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու նախագծին, այո, հուսով եմ, որ մենք կհասցնենք առաջիկայում ընդունել այս նախագիծը, որովհետև քաջատեղյակ եք պարոն Քոչարյան, որ հատկապես Սյունիքի մարզում մենք ունենք նաև կադրերի համար գրավիչ դարձնելու ծառայություն եւ շատ կարեւոր է, որ մենք պատշաճ պայմաններ ապահովենք մեր ծառայողների համար, որ հետո կարողանանք նաև պահանջել պատշաճ աշխատանք։